Այս երեխան հազիվ 5 տարեկան լինի, դեռ չի կարդում, չի գրում, բայց արդեն ունի թվային կենսագրություն, լի տասնյակ լուսանկարներով, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում առանց իր իմացության ու համաձայնության։ Համացանցի նշանակությունն ու ներուժը մեր օրերում գնալով մեծանում է։ Մասնավորապես սոցիալական մեդիայից օգտվելը դարձել է առօրյայի անբաժան մաս։ Մեզանից շատերը ամեն օր հրապարակելով տարբեր լուսանկարներ հաճախ անգիտակցաբար թիրախավորում են հենց մեր կողքին գտնվող երեխային, առանց հաշվի առնելու օրենքի արգելանքը։ Հայաստանի օրենսդրությամբ առանց ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի թույլատվությամբ երեխայի լուսանկարը հրապարակելը կարող է իրավախախտում համարվել։ Նույնիսկ ծնողի հրապարակած լուսանկարները կարող են խախտել երեխայի անձնական կյանքի իրավունքները։ Հոգեբանները ասում են, որ դա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ որ ծնողը իր երեխայի լուսանկարը հրապարակում է եւ դա հետո դառնում է հանրային սեփականություն, այսպես ասած։ Դրա մասին արդեն բազմաթիվ դիրքորոշումներ եւ վերլուծություններ կան եւ իրավաբանների կողմից եւ հոգեբանների կողմից, ինքս դա շատ սխալ եմ համարում։ Սոցցանցերում յուրաքանչյուր հրապարակված լուսանկար պատմություն է։ Պատմություն, որն առաջին հայացքից կարծես թե ունի դրական երանգներ, սակայն իրականում այն շատ մեծ ռիսկեր է ներառում։ Այս կիբերհանցագործությունների դարում այդ երեխայի լուսանկարը կարող է հեշտությամբ վերցվել եւ պորնոգրաֆիական նյութերի, բան դառնալ, եւ նաեւ ինչ որ այլ ոչ ճիշտ ինֆորմացիոն ինչ-որ նյութերի, մանավանդ հիմա շատ ենք հանդիպում, օգնեցեք երեխային, ինչ-որ հիվանդ երեխայի նկար ու ինչ-որ դրամային օգնություն են խնդրում։ Չափահաս երեխայի լուսանկարի հրապարակումը առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնության արդեն իսկ իրավախախտում է, պնդում են մասնագետները, բայց օրինակ ողբերգությունից հետո ինչպես հրապարակել լուրը, ինչպես ցույց տալ դիցուկ անչափահասների լուսանկարները, որ չխախտվեն նրանց իրավունքները, չդառնան խոցելի եւ չխախտվեն լրագրողական էթիկայի կանոնները։ Իրավական պրակտիկայում հանդիպել եմ դեպքերի, երբ որ նման իրավիճակներում լրատվական կայքերը կամ միջոցները դիմում են ազգականներին, ստանում են թույլտվություն նման հրապարակումներ անելու համար։ Եվ մյուս հակառակ եւ ամենաշատ տարածված դեպքերը, երբ որ չեն ստանում այդ թույլտվությունը, բայց այնուամենայնիվ վերցնում սկրինշոտ են անում եւ այլն։ Իսկ հոգեբանները պնդում են առհասարակ անչափահասի նկատմամբ հրապարակումը թե հոգեբանական, թե իրավական առումով ոչ ցանկալի վարք է։ Ողբերգական դեպքերի պարագայում ըստ հոգեբանի այդպիսի հրապարակումներով ցավի ապրումներն ավելի են խորանում։ Հարազատը կարծես կորցնում է իր վերահսկողությունը, կորցրած հարազատի վիշտը պահպանելու սգալու նկատմամբ եւ վշտի փուլերը, որոնք որ պետք է ինքը կարողանա հաղթահարել, դրանք երկարաձգվում են եւ վերաապակինում տեղի չի ունենում։ Երբ սոցցանցերում մեկ հրապարակումով տարածվում է երեխայի պատկերը, քչերն են հարցնում, թե որտեղ են սկսվում երեխայի իրավունքները եւ որտեղ ավարտվում մեծահասակի ազատությունները։ Մասնագետները կոչ են անում պահպանել երեխայի իրավունքները եւ սոցիալական մեդիայում երեխաների պատկերներ տարածել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։